ես իմ հեռախոսով բացում մաթեմատիկայի գրքի QR կոդը, այստեղ ինքը մեզ բերում է թեստ, հարցեր է տրվում և պետք է մենք դրանց պատասխանենք։ Ժամանակակից կրթական համակարգ ու խոսող դասագրքեր, QR կոդերի շնորհիվ գիրքը դարձել է այժմյա սերնդի ընկերը։ Շատ հեշտությամբ աշակերտները կարողանում են մուտք գործել տարբեր կայքեր, հեռախոսը պահել դասագրքի QR կոդի վրա, այդպիսով ավելացնելով գիտելիքի պաշարը։ Երևանի Սյունե Սպանդարյանի անվան համար 24 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհի Սոնան հայկական ժամանակի հետ զրույցում բացատրում է, թե ինչպես է օգտվում դասագրքից եւ QR կոդն ինչով է արդյունավետ։ Մաթեմատիկայի գրքում հիմնականում QR կոդերը լինում են թեստեր կամ նոր դասի բացատրություն։ Եթե աշակերտը բացակայի եւ ուսուցիչը նրան չբացատրի, նա կարող է QR կոդը բացել եւ շատ հեշտությամբ դասը հասկանալ։ Նաեւ այդ թեստերը քո ուղեղն են մարզում, ավելի շատ բաներ ես դու գրում ու այնտեղ տարբեր հարցեր կան ու մեր թեմայի վերաբերյալ են այդ ամբողջը, իսկ բացատրությունը եթե QR կոդը չես բացում, տակը թվեր կան, թվերով գրում ես, 70 բերում է, դու նայում ես։ Խնդիրների բացատրությունն էլ կա ու ինքը լուծումը քեզ տալիս է ու բացատրում է քեզ։ Մեկ-մեկ որ բացակայում եմ, հենց QR կոդով եմ բացատրությունը նայում եւ շատ լավ հասկանում եմ դասը ու մնացած խնդիրներում արդեն չեմ դժվարանում։ QR կոդերը ոչ միայն հնարավորություն են տալիս քայլել ժամանակին համընթաց, այլև ժամանակը սոցիալական ցանցերում զուր վատնելու փոխարեն նորանոր գիտելիքն է ձեռք բերել։ 9-րդ դասարանի աշակերտուհի Սուսաննան գոհ է կիրառվող մեթոդից եւ խորհուրդ է տալիս ժամանակը ճիշտ օգտագործել։ Ես բացասական կողմը այդքան չեմ տեսնում, որովհետեւ ես միշտ անձամբ օգտվում եմ QR կոդերից եւ դրանք շատ են օգնում։ Երկրորդն էլ հաշվի առնելով, որ այժմ, այսպես ասած, համացանցի ժամանակաշրջանն է եւ առհասարակ բոլոր երեխաները իրենց ժամանակի մեծամասնությունը ծախսում են համացանցերում, ես կարծում եմ, որ ավելի լավ է իրենց ժամանակը օգտագործեն ավելի արդյունավետ կերպ եւ ինչ որ ինֆորմացիա եւ տեղեկատվություն դասի հետ կապված ստանան, քան օրինակ ուրիշ համացանցերում, ինչպես TikTok-ում, Instagram-ում եւ այլն։ Այժմյան դասապրոցեսն ավելի ուսանելի է դարձել աշակերտների համար, փաստում է Երևանի Սյունե Սպանդարյանի անվան համար 24 դպրոցի դասվար Անահիտ Առաքելյանը։ Ըստ նրա կրթական նոր չափորոշիչներ կիրառելը ճիշտ քայլ էր։ QR կոդերի գրքերում զետեղված լինելը բավականին օգնում է երեխաներին, ի տարբերություն նախկինում դասապրոցեսի ընթացքի հետ եթե համեմատեմ, QR կոդերը հնարավորություն են տալիս երեխաներին էլ ավելի հետաքրքիր եւ ուսանելի դարձնել դասապրոցեսի ընթացքը, իրենց դա շատ դուր է գալիս, ես ինքս աշխատում եմ տարրական դպրոցում եւ օգտագործում եմ QR կոդերը բավականին դասերի ընթացքում, եթե գրքում զետեղված է լինում։ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի խոսքով դասապրոցեսի ժամանակ երեխաները բացի տեքստային տեղեկատվությունից պետք է հնարավորություն ունենան այլ բնույթի տեղեկատվության հետ եւս առնչվել, որը կարող է լինել աուդիո եւ վիդեո տարբերակով։ Ըստ նրա, սա նպաստում է զգայարանների ներգրավման ու ուսումնական գործընթացում։ Բնական է, որ այդ ամբողջ տեղեկատվությունը դասագրքի մեջ բովանդակային առումով այսպես խցկելը, տեղավորելը ոչ նպատակահարմար է, ոչ էլ հնարավոր է։ Կարծես հեշտացնում է որոնողական աշխատանքը։ Չնայած QR-ների կիրառման դրական արձագանքներին կա նաև խնդիր դպրոցների տեխնիկական զինման առումով, նկատում է Սյունե Սպանդարյանի անվան համար 24 դպրոցի դասվար Անահիտ Առաքելյանը։ Ըստ նրա, օրինակ տարրական դասարանի աշակերտների համար ավելի լավ կլինի մեծ էկրանով տեսնել լրացուցիչ նյութը, քանի որ ոչ բոլոր ունեն սմարթֆոններ։ Վերջինս իր դասասենյակում ունի էլեկտրոնային գրատախտակ, որն էլ մատուցվող նյութի ցուցադրումը տպավորիչ է դարձնում։ Կոնկրետ իմ դասարանում ես ունեմ այդ տեխնիկան եւ երեխաները մեծ հաճույքով էլեկտրոնային գրատախտակի միջոցով կարողանում են այդ խաղերը խաղալ, գիտեն ինչպես միացնել, գիտեն ինչպես անջատել, այսինքն դա հնարավորություն է տալիս եւ միտքը զարգացնել, եւ նոր անծանոթ բառերը լավ յուրացնել, եւ նոր նյութին ծանոթանալ, լսել նաեւ հեղինակի խոսքը, ինչպես է հեղինակը նյութը ընթերցում, այդ առումով բավականին հետաքրքիր է։ Դպրոցների տեխնիկապես զինման մասով հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը ասում է, նախատեսվում է այդ հարցին լուծում տալ։ Ըստ նրա, սա բարելավման պարտադիր պայմաններից է։ Մինչև 2026-ի ավարտը բոլոր դպրոցները հարմարված լաբորատոր սենյակներ եւ սարքավորումներ ունենալու են։ Դրա մեջ իհարկե նախատեսված չի յուրաքանչյուր դասարանում առանձին էլեկտրոնային գրատախտակի առկայությունը, բայց մենք հիմա փորձում ենք հասկանալ, թե որ սենյակներում է, որ դրա անհրաժեշտությունը ավելի շատ կարող է լինել եւ գուցե ինչ-որ մի փուլում դպրոցների պարտադիր նաև սրաշրջանակներում էլեկտրոնային գրատախտակներ հատկացվեն։
Նկատենք, որ փոփոխությունների շղթան շարունակական բնույթ է կրելու։ Մեթոդի ամբողջականացում կկատարվի մոտակա ժամանակներում։ Այն դասարանները, որոնք դեռևս հին չափորոշչով են շարժվում, կհամալրեն նոր կրթական համակարգի շարքերը։